Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն և նրա ղեկավարած Գործողություն ու համերաշխություն կուսակցությունը հանդես են գալիս գործող ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ու եվրոպական ինտեգրման խորացման օգտին։ Սանդուն ընդգծում է խոսքը ոչ միայն Մոլդովայի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության մասին է։ Այս ընտրություններն ամենավճռորոշն են լինելու Մոլդովայի պատմության մեջ։ Դրանք կորոշեն կմնա մեր երկիրը դեմոկրատական, եվրոպական, թե Մոսկվան կստիպի մեզ շեղվել այս ուղուց, ասել է Մայա Սանդուն, կրկնելով, որ Ռուսաստանը շարունակում է հիբրիդային պատերազմը Մոլդովայի դեմ, ապա տեղեկատվական արշավներից մինչև կուսակցությունների անօրինական ֆինանսավորում։ Նա ընդդիմադիր կուսակցությունների քայլերի հետևում տեսնում է Մոսկվայի ականջները։ Kremlinul aruncă cu sute de milioane de euro. Կրեմլը միլիոններ է ծախսում 100,000-ավոր քվեներ գնելու նպատակով, մարդիկ ենթարկվում են կեղծ տեղեկությունների թունավոր ազդեցությանը, 100-ավոր մարդիկ փող են ստանում քաոս եւ բռնություն սերմանելու, հանրությանը ահաբեկելու համար, օրերս հայտարարել է Մոլդովայի նախագահը։ Oamenii sunt intoxicați zilnic cu zeci de minciuni. Ընդդիմությունը ռուսամետության մեղադրանքները հերքում է եւ առաջ է մղում սոցիալական օրակարգը շեշտը դնելով երկրում գնաճի, կենսամակարդակի անկման, աշխատանքային միգրացիայի խնդիրների վրա։ Ընդդիմադիր գործիչները պնդում են, որ գործող իշխանությունները ոչ թե պաշտպանում են հասարակ քաղաքացիների շահերը, այլև ջանում են դուր գալ Եվրամիությանը։ Մոլդովայի ընդդիմության առաջնորդ նախկին նախագահ Իգոր Դոդոնի համոզմամբ իշխանությունների գործողությունների միակ նպատակը ընդդիմության հաղթանակը կանխելն է եւ արևմուտքին հաջողանալը։ Մայա Սանդուն եւ նրա սորոսական կառավարությունը փորձում են ահաբեկել մեր քաղաքացիներին։ Ամենօրյա ռեժիմով իրականացվող 100-ավոր խուզարկությունները, ընտրատարածքներում աշխատող մեր գործընկերների դեմ հարձակումները մեկ անգամ եւս վկայում են Սանդուն եւ նրա կուսակցությունը սարսափում են ընտրությունների արդյունքներից, հայտարարել է ընդդիմության առաջնորդ նախկին նախագահ Իգոր Դոդոնը։ Պաշտոնական Մոսկվան էլ իրեն առաջադրվող մեղադրանքները հերքում է։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի համոզմամբ մոլդովական ընտրություններին ռուսական միջամտության մասին պնդումները կարող են միայն մեկ բան нշանակել։ Սանդուն ու նրա թիմը պարզապես վստահ չեն, որ կարող են շոշափելի ձայներ ստանալ սեպտեմբերի 28-ի ընտրություններում։ Ով կհաղթի կիրակի օրը Մոլդովայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում, մոլդովացի սոցիոլոգներն ու քաղաքական վերլուծաբանները հարցի պատասխանը քվեարկությունից մեկ օր առաջ անգամ դեռ չունեն։ Համաձայն վերջին հարցումների սեպտեմբերի 28-ի ընտրություններին մասնակցող ուժերից եւ ոչ մեկը չի կարողանա այնքան ձայն ստանալ, որ դրանք բավարար լինեն միակուսակցական կառավարություն ձևավորելու համար։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի արևմտամետ կուսակցությունը կարող է ստանալ քվեների 29, իսկ նրա հիմնական մրցակից նախկին սոցիալիստ նախագահ Իգոր Դոդոնի ղեկավարած Ձախ կենտրոնամետ հայրենասիրական դաշինքը մոտ 13% վկայում են վերջին հարցումները։ Ըստ սոցիոլոգների նոր գումարման խորհրդարանում ներկայացված լինելու իրական շանսեր ունի գործարար Ռենատո Ուսատիի կուսակցությունը քվեների մոտ 7%-ով։ Փորձագետները հնարավոր 3 սցենար են դիտարկում։ Առաջինը Մայա Սանդուի համոզիչ հաղթանակն ու ռեֆորմների շարունակությունն է։ Եթե ընդդիմությունը հաղթի, Մոլդովան կշարժվի Ռուսաստանի հետ մերձեցման ճանապարհով։ Երրորդ, ամենահավանական սցենարը քաղաքական ճգնաժամն է եւ կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ երկար դժվարին բանակցությունները։ Վերլուծաբանները կարծում են, ինչպիսին էլ լինի քվեարկության արդյունքը, Մոլդովային սպասում է քաղաքական տուրբուլենտության շրջան։ Եթե անգամ հաղթի Մայա Սանդուի քաղաքական ուժը, Մոսկվան չի հրաժարվի տնտեսական, տեղեկատվական եւ այլ մեթոդներով երկրի ներքին կյանքին միջամտությունից։ Մոլդովայի համար հիմնական մարտահրավերն այսօր ոչ միայն աշխարհաքաղաքական ընտրությունն է, այլև ներքին կայունությունը պահպանելու, հասարակության էլ ավելի բևեռացում թույլ չտալու կարողությունը։ Մարլենա Հովսեփյան, Ռադիո Լուշ։